Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Իրանը չի ցանկանում բանակցել, իսկ Թրամփը կանխատեսել է հակամարտության ավարտի ժամկետը։ Մեծ Բրիտանիան միացավ պատերազմին, ինչ է հայտարարել Սթարմերը։ Ինչպես Արաբական Միացյալ Էմիրություններից քաղաքացիները կարող են մեկնել Հայաստան, արտաքին գործերի նախարարությունը տարբերակ է նշել։ Կարկանդակ, ապա եգիպտացորեն, Փաշինյանը նախընտրական հանդիպումներ է անցկացնում մարզերում։ Իսրայելի ավիահարվածների թիրախ է դարձել նաև Լիբանանը։ Հարվածի հետևանքով զոհվել է Հեզբոլլահ խորհրդարանական դաշինքի ղեկավար Մոհամմեդ Ռադը, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր Բեյրութի շրջանում եւ Լիբանանի հարավում Հեզբոլլահի բարձրաստիճան ներկայացուցիչներին թիրախավորելու մասին։ Միաժամանակ Բեյրութի բնակիչների մեծ մասը լքում է քաղաքը վախենալով նոր հարվածներից եւ հակամարտության հնարավոր ընդլայնումից։ Թրամփը չի բացառում, որ ԱՄՆ Իրան պատերազմը կարող է տևել մինչև 4 շաբաթ։ Միաժամանակ նա ուղերձ է հղել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, կոչ անելով վայր դնել զենքերը։ Ռազմական ամբողջ հրամանատարությունը ցրվել է։ Շատերն արդեն փնտրում են հանձնվելու ուղիներ սեփական կյանքը փրկելու համար։ Նրանք անձեռնմխելիության երաշխիքներ են պահանջում։ Ռազմական գործողությունները ընթանում են ամբողջ թափով եւ կշարունակվեն այնքան ժամանակ, մինչեւ մեր բոլոր նպատակներն իրագործվեն։ Իսկ մեր նպատակները չափազանց լուրջ են։ Եվս մեկ անգամ դիմում եմ հեղափոխության պահապաններին, իրանական բանակին ու ոստիկանությանը։ Կամ վայր եք դնում զենքերը եւ ստանում լիակատար անձեռնմխելիություն, կամ առերեսվում եք անխուսափելի մահվան հետ։ Դա լինելու է ակնթարթային մահ։ Կոչ եմ անում բոլոր իրանցի հայրենասերներին, որոնք տենչում են ազատություն, բաց չթողնեք այս պահը։ Եղեք խիզախ, արի ու հերոսական եւ հետ վերցրեք ձեր երկիրը։ Ամերիկան ձեր կողքին է։ Ձեզ խոստացել էի եւ կատարում եմ խոստումս։ Մնացածը կախված է ձեզնից։ Պատրաստ ենք սատարել ձեզ։ Իսկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ իր հերթին նոր կադրեր է հրապարակել իր հրթիռներով եւ անօդաչուներով հարուստ թունելներից։ Մեծ Բրիտանիան պաշտոնապես միացել է պատերազմին հաջակցություն Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Լոնդոնը թույլ է տալիս Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերին օգտագործել բրիտանական ռազմական բազաները։ Նա շեշտել է, որ բրիտանական ինքնաթիռներն արդեն մասնակցում են համակարգված պաշտպանական գործողություններին եւ որսացել են Իրանի հարվածները։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որքան կտևի Իրանի դեմ գործողությունը։ Դա միշտ 4 շաբաթ տևող գործընթաց է եղել։ Իրանը մեծ երկիր է, դա կտևի 4 շաբաթ կամ ավելի քիչ, ասել է Թրամփը։ Մինչ այս հայտարարությունը Թրամփն ասել է, որ Իրանի նոր ղեկավարությունը խնդրել է իրեն վերսկսել բանակցությունները։ Նրանք ուզում են խոսել, ես համաձայնել եմ, ուստի ես կխոսեմ նրանց հետ։ Նրանք դա պետք է ավելի շուտ անեին, ասել է Թրամփը։ Միացյալ Նահանգների նախագահը հրաժարվել է մեկնաբանել, թե երբ կարող են տեղի ունենալ բանակցությունները։ Այդ մարդկանց մեծ մասն այլևս չկա։ Նրանք դա պետք է ավելի շուտ անեին, բայց իրենց խելոքի տեղ էին դրել, ասել է Թրամփը։ Սակայն Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է, որ Թեհրանը բանակցություններ չի վարի Միացյալ Նահանգների հետ։
Հնարավոր բանակցությունների մասին հարցին պետք է պատասխանի ռազմական գործողություններ սկսած Վաշինգտոնը։ Այս հայտարարությունն էլ արել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Իրանը միշտ բաց է եղել դիվանագիտության համար, ի տարբերություն Միացյալ Նահանգների, որը բանակցությունների ընթացքում արդեն երկրորդ անգամ հարձակվեց մեզ վրա։ Եթե նրանց նպատակը վարչակարգ փոխելն է, դա անհնար է, իսկ նոր գերագույն առաջնորդը կարող է ընտրվել 1-2 օրվա ընթացքում, ասել է Արաղչին։ Մինչ Թրամփը խոսում է հնարավոր բանակցությունների մասին, նրա գործընկեր Նեթանյահուն խոսում է ավելի ինտենսիվ հարվածներ հասցնելու մասին։ Մեր ուժերն այժմ աճող ինտենսիվությամբ հարվածներ են հասցնում Թեհրանի սրտին, եւ առաջիկա օրերին այդ գործողությունները միայն ավելի կուժեղանան, ասել է Իսրայելի վարչապետը։ Իսրայելը մի շարք թիրախներից բացի հարվածել է նաև Իրանի պետական հեռուստառադիոընկերության կենտրոնակայանին։ Ավիահարվածների հետևանքով Թեհրանում վնասվել են հիվանդանոցներ։ Հրապարակվել են տեսանյութեր, թե ինչպես են հրթիռային հարվածից վնասված հիվանդանոցի բուժքույրերը տեղափոխում նորածիններին։ Ի պատասխան ամերիկա-իսրայելական գործողությունների, Իրանը հարվածներ է հասցնում Պարսից ծոցի երկրներում իսրայելա-ամերիկյան թիրախներին։ Այդ ֆոնին Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարությունը հայտնել է Թեհրանում իր դեսպանատան փակման եւ Իրանից իր դեսպանին հետ կանչելու մասին։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունը մարդկային բարոյականության եւ միջազգային իրավունքի բոլոր նորմերի ցինիկ խախտում է, հայտարարել է Վլադիմիր Պուտինը։ Խամենեիի սպանությունը դատապարտել է նաեւ Թուրքիայի նախագահը։ Իրանում իշխանափոխություն անելու համար Թրամփի օգնությունը խնդրած Իրանի վերջին շահի ժառանգ Ռեզա Փահլավին էլ հարցազրույց է տվելու ասել, որ միայն Իրանի շուկայի բացմամբ ԱՄՆ տնտեսությունն ավելի քան $1 տրիլիոն եկամուտ կունենա։ Նրա դուստրն էլ Իրանին ուղղված հարվածների համար շնորհակալություն է հայտնել Թրամփին։ Եվ վերջում հրաձգություն է տեղի ունեցել Միացյալ Նահանգների Տեխաս նահանգի Օսթին քաղաքում։ Տղամարդը գիշերը ժամը 2-ի սահմաններում կրակ է բացել քաղաքի հայտնի զվարճանքի թաղամասում։ Կրակոցների հետևանքով 3 մարդ է զոհվել, եւս 14 մարդ վիրավորվել է, որոնցից 3-ը գտնվում են ծանր վիճակում։ Զոհերի թվում է նաեւ կրակ բացած տղամարդը, որին սպանել են դեպքի վայր ժամանած ոստիկանները։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Իրանում իշխանական արտակարգ խորհրդակցություն է կայացել։ Ժամանակավոր ղեկավար խորհրդի երկրորդ նիստը տեղի ունեցել նախագահ Մասուդ Փեզեշքյանի մասնակցությամբ։ Թե ինչ որոշումներ են ընդունել կամ քննարկել, դեռ պարզ չէ։ Իրանը փորձում է հավաքվել ամենածանր հարվածից հետո։ Ռազմական գործողությունների մեկնարկից մեկ օր անց երկիրը կորցրել է իր ռազմաքաղաքական ղեկավարության գրեթե ամբողջ վերին օղակը։ Ով է փոխարինելու սպանված հրամանատարներին եւ որքան արագ կարող է Իրանը վերականգնվել, Անահիտ Սարգսյանի ռեպորտաժում։ Իրանի ռազմաքաղաքական ղեկավարների մեծ մասը սպանված է։ Միացյալ Նահանգներ Իսրայել գործողությունների հիմնական նպատակը Իսլամական Հանրապետությունը գլխատելն էր։ Դա նրանց հաջողվել է։ Բացի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիից, զոհվել են նաև ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, միջուկային գործի պատասխանատու Ալի Շամխանին, ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Աքբար Վելայաթին, Իրանի զինված ուժերի գլխավոր հրամանատար Աբդոլռահիմ Մոսավին, բանակի հրամանատար Ամիր Հաթամին եւ այլք։ Ինչպես է անցումային այս փուլում Իրանն ընտրելու իր առաջնորդներին։ Գլխավոր շտաբի պետը, ԵՀՊԿ գլխավոր հրամանատարը ուղիղ նշանակվում են հոգևոր առաջնորդի կողմից։ Պաշտպանության նախարարին ներկայացնում է նախագահը եւ հաստատում է Իրանի գլխավոր գերագույն հրամանատարը, իսկ պաշտպանության խորհրդի քարտուղարին նույնպես նշանակում է Իրանի հոգևոր առաջնորդը։ Սակայն այստեղ կա մի մեծ բաց։ Երկրի գերագույն հոգևոր առաջնորդը զոհված է։ Իրանի սահմանադրության 111-րդ հոդվածի համաձայն ձևավորվելու է անցումային խորհուրդ, բաղկացած երկրի նախագահից, դատական համակարգի եւ սահմանադրության պահապանների խորհրդի անդամներից։ Երկրի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին արդեն հայտարարել է, առաջնորդը շուտով կընտրվի, իսկ մինչ այդ կձևավորվի առաջնորդական նոր խորհուրդ, կամ այսպես ասած, բանիմացների խորհուրդ։ Բանիմացների խորհուրդը այն խորհուրդն է, որ ընտրվում է ժողովրդի կողմից, ուղղակի եւ գաղտնի քվեարկության արդյունքում եւ մեկ օրակարգով ասպարվում ճշտել գերագույն առաջնորդին, այսինքն անձը ճշտել գերագույն առաջնորդության համար։ Բայց այս պահին դեռ այլ հայտարարություն չկա, թե երբ է հրավիրվելու փորձագետների ժողովը։ Սակայն ըստ տարածվող տեղեկությունների Ալի Խամենեին հոգ է տարել իր իրավահաջորդի ու երկրի նոր ռազմաքաղաքական ղեկավարության մասին։ Նաեւ շրջանառվում էր Ալի Լարիջանի անունը, ով լինելու էր համակարգողի դերում այդ ժամանակահատվածում։
հատվածում, այսինքն դեռ չպետք է բացառենք, որ հնարավոր է Ալի Լարիջանին այս ընթացքում իրականացնի համակարգողի դեր, մինչև որ կհրավիրվի փորձագետների ժողով եւ նրանք էլ կընտրեն երկրի նոր հոգեվոր գերագույն առաջնորդին։ Իրանագետ Տեմա Բեգիջանյանի կարծիքով նոր հոգեվոր առաջնորդի ընտրությունը վաղ տեղի չի ունենա։ Մինչև երկրում խաղաղություն չհաստատվի կամ առնվազն որոշ չափով հրադադար չլինի, դա տեղի չունենա։ Ամեն դեպքում երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ընտրությունը կախված է նաև մի քանի սցենարներից, կարծում են իրանագետները։ Օրինակ, երկրի տարբեր հատվածներում զանգվածային բողոքի ակցիաների առաջացումը կամ հոգևոր առաջնորդի բացակայության պայմաններում Իրանում պետական համակարգի փոփոխությունը։ Անահիտ Սարգսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Թեհրանի կենտրոնում գիշերը տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ։ Ավելի վաղ հարվածներ են հասցրվել նաև Իրանի հարավում գտնվող աղջիկների տարրական դպրոցին։ Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ զոհվել են 165 մարդ, վիրավորվել 96-ը։ Թեհրանին հասցրված հարվածների ամբողջական պատկերը առանց մեկնաբանության։ مامانتینا بیمارستان فکر کنم زد بیمارستان ابو زد نه مامانتینا بیمارستان فکر کنم زد بیمارستان ابو زد نه Իրանը նույնպես պատասխան հարվածներ է հասցրել։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնում է, որ ամերիկյան կողմում կա 560 զոհ ու վիրավոր զինծառայողներ։ Իրանի գիշերային հարվածները ևս հավաքել ենք մեկ տեսանյութում, դիտենք։ Օպա, շուհադ։ Նշեմ, որ ռազմական գործողությունների հենց ամենասկզբից Թեհրանի թիրախը եղել է ամերիկյան ռազմաբազաները, որոնք են դրանք Սեդա Գյուրեղյանի ռեպորտաժում։ Մարտի 1-ի լույս առավոտյան Դուբայի զինվորականների ոչնչացրած անօդաչու սարքի բեկորները հրդեհի պատճառ դարձան Ջեբել Ալի նավահանգստում, որը Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի նավերի հաճախակի կանգառ է Պարսից ծոցում։ Իրանը արհեստական կղզիների զբոսաշրջային տեսարժան վայրում հրդեհի բռնկվելուց մեկ օր անց հարվածներ հասցրեց Դուբայի միջազգային օդանավակայանին, ապա Իրանը հայտարարություն տարածեց, որ հուժկու հարված է հասցնելու Միացյալ Նահանգներին, ավելի ուժեղ, քան երբևէ։ Սրան հետևեց Դոնալդ Թրամփի պատասխանը։ Ավելի լավ է չանեք դա, որովհետև այդ դեպքում մենք կհարվածենք այնպիսի ուժով, որ երբեք ոչ ոք չի տեսել։ Ժամեր անց Կատարի վերևում լսվեց պայթյուն։ Կատարի ներքին գործերի նախարարությունը հայտնեց, իրանական հարձակումներից հետո իրենք 16 վիրավոր ունեն։ Հետևեց Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազայի վրա հարվածը։ Օմանի Դուխմ առևտրային նավահանգստին իրանական 2 անօդաչու սարքեր հարվածեցին, որի հետևանքով 1 մարդ վիրավորվեց։ Օմանի ծովային անվտանգության կենտրոնը հայտարարեց, որ Պալաուի դրոշի ներքո նավարկող Skylight նավթատարը թիրախ է դարձել Մուսանդամից մոտ 5 ծովային մղոն հեռավորության վրա։ Նավթատարի 20 հոգանոց անձնակազմը տարհանվեց, նախնական տեղեկություններով 4 մարդ էր վիրավորվել։ Հորդանանի պաշտպանական համակարգերը որսացին մայրաքաղաք Ամմանի, նաև երկրի հյուսիսային շրջանների օդային տարածք մտած հրթիռներ։ Հորդանանում Միացյալ Նահանգների դեսպանատունը վաղ առավոտյան տագնապ հայտարարեց, կոչանելով մարդկանց ապաստան գտնել։ Հետևեց Ցախալի հարվածը Թեհրանի սրտին։ Իսրայելական բանակը հարվածեց ուժային կառույցների ստորաբաժանումներին եւ Իրանի պետական հեռուստատեսության կենտրոնակայանին։ Տագնապի ձայներ լսվեցին նաև Քուվեյթում, քանի որ Իրանը շարունակում է Պարսից ծոցում իր պատասխան հարձակումները Միացյալ Նահանգների դաշնակիցների դեմ։
Իրանը երկու հրթիռ արձակեց Կիպրոսի ուղղությամբ, որտեղ տեղակայված են բրիտանական բազաներ, հայտարարեց Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը։ Օրվա երկրորդ կեսին Պալաուի դրոշի ներքո նավարկող նավթատարը խորտակվեց Հորմուզի նեղուցում իրանական հարձակումից հետո։ Իրանական կողմը հաղորդում էր, նավթատարը չի արձագանքել նախազգուշացումներին։ Երուսաղեմում իրանական հրթիռ ընկավ, իսկ Աբու Դաբիի Զայեդ նավահանգիստը իրանական հարվածից հետո այս տեսքն ուներ։ Իրանական լրատվամիջոցները հաղորդեցին Իսրայելի Բեյթ Շեմեշ քաղաքին հարվածելու մասին։ Բնակավայրի հրթիռակոծության հետևանքով զոհվեց 6 մարդ, տուժեց 20-ը։ Իսրայել ու Ամերիկայի ջնայատը։ Մենք հակառակորդին կհասցնենք հուսահատության, ոչնչացնելով նրանց բազաներն ու կարողությունները։ Պետք է միասնական լինենք։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնեց Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի Աբրահամ Լինկոլն ավիակրի վրա ԱԹՍ-ներով հարձակվելու մասին։ Երեկոյան 7-ին մոտ իրանցիները հարվածեցին Աբու Դաբիում տեղակայված ֆրանսիական ռազմաբազային։ Իրանական բանակը անօդաչու թռչող սարքերով հարվածեց Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազային։ Այսօր լրատվամիջոցների փոխանցմամբ ամերիկացի 3 զինվոր է զոհվել Իրանի դեմ գործողության ընթացքում։ Ռազմական գործողությունները դեռ շարունակվում են։ Սեդա Գյուլեգյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Տեղական լրահոսից։ 3 մայր տաճարում վեհափար հայրապետի հանդիսապետությամբ պատարագ է մատուցվել։ Հրամանատար ազգաց, ազգն, որ ոչ գիտիքեն, կատասեն ակեն, և ժողովուրդը, որ սկես։ Հայաստանյան Առաքելական Սուրբ եկեղեցում Ասիացոտնի թեմի քահանաները հանդես են եկել հայտարարությամբ, արտահայտելով իրենց անհամաձայնությունը Արմավիրի առաջին ատյանի դատարանի այն որոշման հետ, որը նրանց պարտադրում է որպես առաջնորդ ճանաչել Արման Սարոյանին, Կարգալույց Գևորգ եպիսկոպոս Սարոյանին։ Քահանաները շեշտում են, որ աշխարհիկ դատարանի որոշումն անհամատեղելի է հավատարմության, խղճի ազատության եւ հոգեվոր ծառայության հետ եւ որևէ պետական միջամտություն չի կարող սահմանափակել եկեղեցու ինքնակառավարմանը։ Հայտարարում ենք, որ տվյալ որոշումն անհամատեղելի է եկեղեցու կանոնական կյանքի եւ մեր քահանայական եկեղեցական կոչման եւ ծառայության հետ։ Եպիսկոպոսի իշխանությունը շնորհվում է եպիսկոպոսական ձեռնադրությամբ։ Երբ եպիսկոպոսը կարգալույց է հռչակվում, իրավասու եկեղեցական իշխանության կողմից եւ վերադառնում աշխարհական կարգավիճակի, զրկվում է եպիսկոպոսական իշխանություն իրականացնելու իրավունքից, այդ թվում նաեւ թեմ կառավարելու կանոնական առաքելությունից։ Այդ իրողությունը չի կարող փոփոխվել որևէ աշխարհիկ որոշմամբ։ Միաժամանակ ընդգծում ենք, որ խնդիրն ունի նաեւ խորապես հոգեվոր ու բարոյական կողմ։ Իսկ Նիկոլ Փաշինյանը, որ ամիսներ շարունակ մասնակցում էր Կիրակնօրյա պատարագներին, 3 այլ գործով էր զբաղված։ Նախընտրական հանդիպումներ էր անցկացնում Տավուշում։ Փաշինյանը Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանի եւ այլ պաշտոնյաների հետ շրջել է Դիլիջանում, զրուցել քաղաքացիների հետ, նույնիսկ այցելել նրանց բնակարաններ։ Սենց, հա, սենց։ Հա, գնանք մի հատ լճի մոտ։ Ոնց։ Հա, ամֆիթատրոն։ Հա, մի հատ մոտենանք բարև։ Խախտումով, բայց ոչինչ։ Բարև, բարև։ Ում չբարևեցինք, բարև։ Բարև։
Իսկ Իջևան այցի ժամանակ միջադեպ է եղել։ Փաշինյանը ուղիղ եթերում վիճել է իրեն մոտեցած քաղաքացու հետ։ Քաղաքացին մանկապարտեզի տնօրենի նշանակման վերաբերյալ խնդիր էր ներկայացրել, նշելով, որ անարդարություն է տեղի ունեցել տնօրենի նշանակման հարցում։ Եղբայր, հիմա ենթադրեք նույն տրամաբանությամբ էլ հիմա եկել եք դուք ասում եք իմ աղջիկը պետք է լինի մանկապարտեզի։ Չէ, տեն չի։ Կներեք, ինչ նշանակում կողքից մեկին, կարող է մանկապարտեզ սեփականությունը, կողքից մեկին։ Եղբայր, հարցի լուծում, հիմա դու եկել ես հազար ներողություն ձեր դստերի։ Շատ բողոքը ներկայացնում եմ։ Դե մարդիկ ասում են բողոքը կլսենք։ Բայց դա չի նշանակում, որ ասենք ենթադրենք, այդ նշանակումը, որ ձեր ասած մարդը պետք է նշանակվի։ Չէ, մեր ասած մարդը կողքից բերեն։ Մի հատ մի րոպե կներեք, մի հատ հարցրեք, այդ մարդու աշխատանքից գոհ են, դժգոհ են, լավ աշխատե, ով է գոհ։ Մի րոպե, բա նշանակող մարդը պետք է գոհ լինի, թե դժգոհ լինի, թե պետք է կողքից ասեք իմ աղջիկն է, ես զինվորական եմ, ուրեմն։ Նշեմ, որ նախորդին էլ Փաշինյանը Արմավիրի եւ Արարատի մարզերում էր բնակիչների հետ հանդիպում։ Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը անդրադառնալով այցին նշել էր, որ աշխարհի ամենամեծ ճգնաժամի ամենասուր պահին ավտոբուսում պերաշկի ուտող ղեկավարությունը վտանգավոր է Հայաստանի համար։ Այսօր առավել քան երբևէ տեսնում ենք աշխարհում կնքված ժամանակավոր խաղաղությունների հետևանքները։ Հայաստանին անհրաժեշտ է ուժեղ ղեկավարություն, որը հարգված է աշխարհում, ունի միջազգային կապեր եւ կարող է ապահովել ամուր եւ կայուն խաղաղություն համաձայնագրին ներգրավելով մի շարք երաշխավորների։ Այժմի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերի հաջորդ թողարկումը եթերում կլինի ժամը 15-ին, կհանդիպենք։